Արամ Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարծում եմ քաջատեղյակ եք, որ եվրոպական ինտեգրման եւ Եվրոմիությանը մերձենալու աննախադեպ մակարդակի է հասել Հայաստանը, եւ սա միայն իմ կամ մեր քաղաքական ուժի գնահատականը չէ, սա մասին նաեւ դիրքորոշում են հայտնել Եվրամիության մեր գործընկերները եւ այս ամենում շատ մեծ դերակատարություն ունի Եվրոինտեգրման հանձնաժողովը, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւ գործադիր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ։ Ինձ հետաքրում է ընտրվելով հանձնաժողովի նախագահ, արդյոք այդ կարգավիճակով դուք բոլոր անհրաժեշտ ձևաչափով կհամագործակցեք իշխանության հետ, գործադիր իշխանության հետ։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ինչպես իմ ներողություն, պարոն Խաչատրյան, ինչպես իմ խոսքում նշեցի, այս հանձնաժողովում ին նախագահ ընտրվելու դեպքում ու կամ առհասարակ մեր գործընկերներից ցանկացածի, մենք պետական պատասխանատվությունը պետք է վեր դասենք միջկուսակցական մրցակցությունից եւ ինչպես նախորդիվ նշեցի, ցանկացած դրական առաջարկ նախաձեռնություն, որը կբերվի կառավարության կողմից, մենք պատրաստ ենք քննարկել, համատեղ աշխատել եւ եթե այո, դա կբխի Հայաստանի Հանրապետության ու այս ժողովրդի երկարատև շահից, բնականաբար արհեստական խոչընդոտներ չենք ստեղծելու։ Արձագանք։ Շնորհակալություն պատասխանի համար, ես ավելի մասնավորեցնեմ, լսվում է։ Ուղղակի մի քիչ խնդրում եմ։ Ես ավելի մասնավորեցնեմ հարցս, խնդրում եմ ուղիղ պատասխանեք, անկալում եմ այո կամ ոչ։ Դուք պատրաստ եք օրինակի համար հանդիպել վարչապետի կամ արտգործնախարարի հետ եւ քննարկել ինչ որ հարցեր ձեր լիազորությունների շրջանակում էլ հանձնաժողովի։ Պարոն Խաչատրյան, ինչպես նշեցինք, պատրաստ ենք համատեղ աշխատել են նախաձեռնությունների շուրջ, որը կբերի ժողովրդի ու պետության երկարատև շահի սպասարկումը, բնականաբար հանձնաժողովի շրջանակներում անհրաժեշտություն առաջանալու դեպքում հանձնաժողովի կազմով պետք է հանդիպենք, որպեսզի հասկանանք նաև իրենց շարժառիթները, իրենց մտահոգությունները ու իրենց առաջարկները։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար